2025 Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանի համար բարեբեր տարի էր արժեքավոր նվիրատվությունների իմաստով եւ թանգարանը տարին ավարտում է իր ֆոնդային հավաքածուների լուրջ համալրումով Եվրասիա միջազգային համալսարանից նվիրատվություն ստանալով սփյուռքահայ գրող, հրապարակախոս, պատմագիր, արևելագետ եւ ցեղասպանագետ Լևոն Վարդանի հարուստ արխիվը։ Այս նվիրատվությանը նախորդել էր ազգային մշակույթի մեծերի մեծարժեք արխիվների ձեռքբերումը։ Բարեբախտաբար նվիրատվությունը վաղուց ի վեր դարձել է ազգային արժեքների համալրման գերակշիռ տարբերակը։ Վերջերս ձեռք բերեցինք նաև մեծ նկարիչ Գարզոյի արխիվային հավաքածուն, Շահանշահ Նուրի, Դանիել Վարուժանի, Կոմիտասի արխիվը համալրվեց։ Մինչև վերջին համալրումը գաթում պահվում էր Լևոն Վարդանի արխիվի մի մասը, բավականին հարուստ արխիվային նյութ, որն ըստ նախնական դասակարգման արդեն 20 ֆոնդային տուփ էր կազմում։ Դեռ 2004-ին ըստ Լևոն Վարդանի ձեռագրի թանգարանը կազմել եւ հրատարակել է նրա հարկերը եւ դուրքերը Օսմանյան կայսրությունում եւ Պարսկական կայսրությունում գրքի առաջին հատորը։ Մոտ 10 տարի առաջ Լևոն Վարդանի ընտանիքի համաձայնությամբ նրա ֆոնդը տեղափոխվել է Երևան եւ պահվել Եվրասիա միջազգային համալսարանի գրադարանում, որի ղեկավարն այսօր այն նվիրաբերեց Կաթին։ Մեր նախնական ծանոթությունի ընթացքում պարզել ենք, որ բացառիկ նյութերին, որոնք վերաբերում են մեր ժողովրդի պատմությանը, մեր ժողովրդի նկատմամբ ունեցած բռնաճնշումներին, մեր ժողովրդի նկատմամբ ունեցած հարկային քաղաքականությանը, այնպես որ սփյուռքի պատմությանը, մեր ազգի պատմությանը բազմակողմանի հետազոտող է եղել եւ կարողացել է իր կյանքի ընթացքում ամբողջացնել նյութեր, որոնք իսկապես արժանի են։ Այս տարվա հոկտեմբերից Վարդանի հարուստ արխիվի մշակումով զբաղվում է Կաթի գրական բաժնի ավագ հետազոտող Գոհար Գալստյանը, ընդգծում է գիտնականի խնամքոտ վերաբերմունքն իր արխիվի հանդեպ։ Չնայած արխիվում գրական գործերի առատությանը, մեր հայտնի գրողների հետ հարուստ նամակագրությանը, հետազոտողը հատկապես բարձր է գնահատում Լևոն Վարդանի պատմագրությունը եւ նրա ստեղծած ցեղասպանության ժամանակագրությունը։ Ես տեսել եմ ձեռագրերում, մանրակրկիտ ներկայացված է, թե որ շրջանից հայկական, որ տարածաշրջանից որքան ուրեմն բնակիչներ են արտահանվել եւ գաղթի ճանապարհին ինչքան զոհ ենք մենք ունեցել։ Ինքը կարողացել է այս բոլորը հանրահռչակել նաև օտար լեզուներով, օտար մամուլներում եւ բավականին լուրջ շրջանակներում, որպես ցեղասպանագետ ինքը հայտնի է։ Իդեպ արժեքավոր նվիրատվությունը թանգարանը գնահատեց շնորհակալագրով, իսկ Լևոն Վարդանի արխիվի մշակումից հետո այն կդրվի գիտական շրջանառության մեջ, ուսումնասիրության խիստ հարուստ նյութ տրամադրելով հետազոտողներին։ Նունե Ալեքսանյան, Արամ Հարությունյան, լուրեր։